Ինչ առաջնահերթություն ունեն ժամանակակից կրթությունն ու գիտությունը, ինչ նորություններ է բերում բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը։ Սա հակասում է ըստ էության եւ սահմանադրությանը եւ նորմալ մարդու տրամաբանությանը։ Մենք ինչ ենք ուզում անել, պահպանել այս կայուն ծանր վիճակը, ոչինչից ձեռք չտանք, վախենալու այն տրամաբանությունից, որ այդ թող այսպես մնա, հանկարծ ձեռք չտանք չփլուզվի։ Ոչ մի ուրեմն փոփոխություն հաշվի չի առնվել, ոչ մի առաջարկություն։ Բազմաթիվ այլ ծրագրեր կան, որոնք համալսարանական կրթության հետ ինտեգրման ճանապարհով գիտական, հետազոտական ինստիտուտները եւս կարող են այս հնարավորություններից օգտվել։ Ինչպես է փոխվում գիտությունների ակադեմիայի գործառույթը։ Միավորում ենք բոլոր բուհերը, գիտությունների ազգային ակադեմիայից հանում ենք բոլոր գիտական կազմակերպությունները, նրանց մի մասը միավորում ենք բուհերին, բուհերը տանում ենք ակադեմիական քաղաք, որը չգիտենք երբ է լինելու։ Այդ ակադեմիական քաղաքը պետք է դիտարկել որպես երազանք եւ ժամանակի մարտահրավերներին համընթաց քայլելու տրամաբանության համատեքստում։ Ըստ էության որևէ լծակ չունի էլ գիտությունների ակադեմիան, դառնում է այսպես ինչպես շատերն են ասում, էլի ֆիկտիվ ինչ որ մի ակումբ, կլուբ են ասում նույնիսկ, որտեղ, ասենք, հավաքված կլինեն ինչ որ ծեր մարդիկ իրենց պատկերացումներով, էլի, եւ որոնցից որևէ բան կախված չի։ Պարոն Մխիթարյանը արձանագրեց, որ գիտությունների ակադեմիան ծեր մարդկանց հավաքատեղի է, կլուբ է եւ այլն։ Ես այդ տեսակետին չեմ։ Ինչպես կառուցել գիտության վրա հիմնված պետություն։ Գիտության եւ կրթության կապը, համատեղ լաբորատորիաների գործարկումը, որի սկիզբը արդեն իսկ դրված է գիտության կոմիտեի տարբեր ծրագրեր կան, գործող նաեւ համալսարանի կազմում, ակադեմիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու պարտված երկրները՝ Գերմանիան եւ Ճապոնիան։ Ինչ արեցին պատերազմից պարտվելուց անմիջապես հետո։ Առաջին բանը, որ նրանք արել են, ամենամեծ ֆինանսավորումը եւ ամենաբարձր աշխատավարձը հատկացրել են ուսուցիչներին։ Դիտեք հեռանկար բանավեճը ուրբաթ օրը հորիզոնի թողարկումից անմիջապես հետո։